Սկսեց եռաբլուրի նկատմամբ վերաբերմունք ձևավորվել, որ դա սքո տեղ չի, դա սրբավայր է։ Փորձում ենք այն խոսույթը ցրել, որ մենք շատ թույլ ենք, որը մեր հակառակորդները մեր հասարակության մեջ մտցրել են, ու ձեռներս բարձրացրած հանձնվում ենք։ Հուսամբ օրերից մի օր էլ ասենք վիրավոր զինվորներին մարտական վիրավորում, կրծքանշան կամ ասենք մեդալ պետությունը կկարգի, կալաշնիկին մեկը պիտի տիրապետես։ Հապ չունի ինչ զորքերում ես։ Նույնիսկ հաղթական պատերազմներից հետո իրանց մոտ գշպետա փոխվում ու մեր երկիրը ավելի լավը կդարձնենք։ Քիչ հույսեր կդնենք տարբեր երկրների ղեկավարների կամ երկրների վրա։ 85 միլիոնանոց Գերմանիան հույսը դնում է 8 միլիոնանոց Ֆինլանդիայի վրա։ Այսպես վիճակի է պետք գա։ Ու մեր հայրենակիցներ, որ նշեցի, դա լինի թե ՀՀ-ից, թե Սփյուռքի հայրենակիցների մասին է խոսքը։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր այս տարվա վերջի ոդքասթի օրն է։ Հայր եւ որդի Վարդանովներ, ու այսօր փորձելու ենք ամփոփիչ ինչ-որ հաղորդում անել։ Ինչ որ չէ, փորձենք ամփոփենք ՈՄԱ-ի աշխատանքները, փորձենք ամփոփենք ռազմական գերատեսչության ուժային կառույցների աշխատանքը 25 թվականի հետ կապված եւ Հայաստանի ընդհանուր հանրապետության հետ կապված։ Դե պատմական բաներ էր հիմնականում, դե ոնց ամփոփես, էլի ասենք։ Դերևի տենց ավելի ճիշտ է, բայց ես ուզում եմ սկզբից մի հատ հայտարարություն անեմ։ Ուրեմն շատերը չգիտեն, մի փոքր մաս մեր հայրենակիցներից տեղյակ է, որ դեկտեմբերի 30-ից 31-ը ուրեմն հետախույզի գիշեր է տոնվում եռաբլուրում, ու հենց տոնվում է, հիմքը ասեն ոնց է առաջացել, ուրեմն նոյեմբերի 21-ին զոհվել է Բերթաձորում առաջի զոհված հայ հետախույզը Վաղինակ Զաքարյանը, իր 40-ը ընկավ իր ծննդյան օրվա վրա, եւ այդ գիշերը 30-ից 31 90 թվականից հատուկ նշանակության խմբի սկզբից մարտիկները, հետախույզները, հետագայում նաև ասենք վետերանները, հատուկ ՀՆԽ-ի, իսկ 16 թվականից ենք մենք, թե 15 արդեն հենց ՈՄԱ-ն է անում։ 14-ից, հա, 14-ից արդեն ՈՄԱ-ն ստանձնեց իր վրա այդ պարտականությունները, ու նախ ՀՆԽ-ի վետերանները մի քիչ ծերացել են, մի մասը, ասենք, ոնց որ ասած, պիտանի չի կազմակերպչական աշխատանքներին, միայն ասենք կազմակերպչական չէ, ֆիզիկական ֆիզիկական, հա, կներեք, իրանք ավելի շատ կազմակերպչականին են պիտանի, դրա համար ասենք հատուկ նշանակության խմբի վետերաններից այդ գործը անցավ ՈՄԱ-ին, ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը, այդ օրը տարբեր ձևի է նշվել, սկզբից հավաքվում էինք, ասենք, բորբոքվում էինք, որ Վաղինակին կորցրեցինք, հետագայում կամաց սկսեց եռաբլուրի նկատմամբ վերաբերմունք ձևավորվել, որ դա սքո տեղ չի, դա սրբավայր է եւ հետնել մեր մարտական եղբայրների վերջի հանգրվանն է, փաստորեն ոնց որ հյուր է թանկ իրանց նոր տարվա շեմին, իսկ հետո արդեն երբ որ երիտասարդ սերունդ եկավ, նաեւ այդտեղ բան էինք անում, երաժշտական բան կար, հեղինակային երգեր էին կատարում Բարդա ակումբի, ասենք, անդամները։ 16 թվականից սկսեցինք մարտերում զինվորական գործողություն, ռազմական գործողություններում վիրավորում ստացածներին մեր կազմակերպություն կողմից մեդալներ տալ, իսկ այդ մեդալները ինչ պահով, ասենք, անհրաժեշտությունը առաջացավ։ Քանի որ պետությունը չէր հասցնում կամ բանակը չէր հասցնում բոլորին համապատասխան ուշադրության արժանացնել մեդալների տեսքով կամ պատվոգրերի տեսքով, մենք մեր վրա վերցրեցինք այդ բացը լրացնելու։ Մինչև պետությունը օրերից մի օր մեզանից այդ բավականին ծախսատար ֆունկցիան վերցնի, այ ոնց որ կամաց մեր ձեռքից վերցնում է, ասենք, երկրորդ գծի ինժեներական կառույցների գործը,
ինչի համար մենք շատ ուրախ ենք ու օրերից մի օր երևի ամբողջությամբ պաշտպանության նախարարությունը եւ տեղական իշխանությունները կհրաժարվեն ոնց որ ասած մեր օգտակար այդ գործում լինելուց հուսամ օրերից մի օր էլ ասենք վիրավոր զինվորներին մարտական վիրավորում կրծքանշան կամ ասենք մեդալ պետությունը կկարգի ոնց որ շատ նորմալ երկրներում այդ պարգևը կա միտեղ մեդալի տեսքով, միտեղ սև կրծքանշանի, սև գծի տեսքով, սենց տարբեր ձևեր կա, ասենք, հիմա մենք ընտրեցինք այդ ճանապարհը, որ մարտական վիրավորումը հենց լինի մեդալ, երկրորդ աստիճան մարտական վիրավորումը դա ամբողջությամբ արծաթից է մեդալը, առաջի աստիճանը ոսկե ջրած ու միայն մարտերում վիրավորված կա, ասենք, դժբախտ պատահարից, ասենք, շատ լավ մարտիկ, որ 16 թվականին առաջնագիծ նետվեց, որ հասնի տեղ, վայքի կողմերը ավտովթարի մեջ հանգել ու լուրջ վնասվածք է ստացել, ինվալիդություն, բայց ցավալի է իրան, ասենք, մենք չենք կարա տանք, որտեղ միայն մարտում վիրավորվողներին ենք տալի, թույլ չենք տալի մեզ այդ նախկինների կողմից կամ սրանից տարիներ առաջ այդ ոչ ճիշտ պարգևատրումներ ու ասենք ինչ-որ բաներ տրամադրել էլի պարգևավճարներ, օրինակ համոզված են, որ հիմա պարգևավճարում տալիս են զինված ուժերում մի քանի միլիոն դրամից ու ներքև ասենք համոզված են, որ իրանք ամբողջությամբ արժանի են դրանք, համոզված են։ Այս տարի ամբողջ անձնակազմին են բանակի տվել։ Ուրեմն ամբողջ անձնակազմն է համոզված։ Իսկ թեմա ժամկետայիններին դա չի վերաբերվում ամբողջ անձնակազմ ասելուց, բայց ով որ աշխատավարձ հերթական անարդարությունը պահպանվեց հայկական զինված ուժերում, որովհետև հաստատ ժամկետային զինծառայողների մեջ բազմաթիվ երիտասարդներ կային, ովքեր որ շատ ավելի ջանասիրաբար են իրենց գործը կատարում, քան ամենը ասենք պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները։ Արդարությանը մենք ծանոթ ենք ու սովորենք, երևի այդ է պատճառը։ Չպետք է դնես բան էլի տարբեր ձևի պարգևատրես նույն գործ անողներին, ասեմ ձեզ։ Մինչև շարունակելը հիշեցնենք մեզ դիտողներին, որ սեղմեն հետևել կոճակը, հետևեն մեզ, դետքին, տարբեր հարթակներում, դա լինի YouTube, Instagram, Facebook, լայքեր դրեք, կիսվեք, մեր համար շատ կարևոր է, որպեսզի այս հաղորդումը շարունակական լինի։ Բացասական քննադատումներ արեք, կարծիքներ գրեք, մենք կարդում ենք ձեր գրածները, մեկնաբանությունները, եթե ինչ-որ թեմաներ կա, որը կարող ենք մեր բանի մեջ մտնում է ռեպերտուարի, այսպես ասած, դա էլ կարող ենք քննարկել, շատ թեմաներ հենց մեկնաբանություններից է մեր մոտ ծնվել։ Այո։ Թեմաներ կա, որոնց չենք անդրադարձել, որովհետև արդիական չեն եղել մեր կարծիքով։ Կամ շատ հինա եւ կիրառելիությունը իր միայն ասենք բանա ոնց որ ասած զամպալիտի բանը, գաղափարական է միայն կամ то есть իր մարտական կիրառելիությունը այդքան մեծ չի, նույնիսկ ցածր է, կամ չի համապատասխանում այն բանին, ինչը մենք ուզում ենք բանա ոնց որ ասած ներշնչենք մեր հայրենակիցների մեջ, որ այս 8 միլիոն, 10 միլիոն եւ 80 միլիոն, 100 միլիոն կողքերից դա շատ քիչ բան է նշանակում նայեք Բրյուս Լի, ասենք Явление дракона։ Լավ պարապացի դեպքում ասենք հարց էր հնչե վերջի հաղորդման մեկնաբանությունների տակ, թե ինչի համար է մեր հաղորդումը, ինչի համար մեզ պետք է նայեն կամ ինչի համար է մեզ նայում։ Իսկ հասկանալի պատճառով։ Բացատրեցիր իրականում։ Չէ, բայց մատ կուզենամ նորից անդրադառնաս այդ հարցին։ Ինքը ուրիշ բան կա, շատ կարևոր։ Առաջինը ես շատ խելացի եմ եւ շատ սիմպաթիչնի, գեղեցիկ տղամարդ եմ։ Լավ, այդ առաջինը հասնենք, երկրորդին հասնենք։ Երկրորդը։ Ասեմ ինչի համար, որովհետեւ մենք փորձում ենք կիսվենք այն ամեն ինչով, ինչը մեր մեջ կրում ենք, ինչը թույլ է տվել մեզ մարտի դաշտում լինել կենսունակ հաղթող։
Մեզ արժե նայել նաև դրա պատճառով, որ այ մի քիչ առաջ ասեցի, որ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին բացատրենք, որ առաջինը դե այնպես չի, որ լեռնային երկիր լինելով մենք ցենց ամբողջությամբ Ուկրաինայի պես բացենք, որ դուց կուզեն կմտնեն։ Ոսկի ընդե այտենց չի լինում, որտեվ ընդե գետն է թելադրում քիչ թե շատ տարբեր գետերը եւ գետակները։ Իստեղ ասենք լեռնային ռելիեֆը շատ բան է թելադրում եւ արդեն այդ իրենց սուպեր առավելությունը, այդ որ 30 անգամ մեկը, 3 անգամ մյուսը մեզանից դեմոգրաֆիական առավելություն ունի, դեմոգրաֆիական տեխնոլոգիական առավելություն ունի, որովհետև այս մեկը լիքը փող ունի, նավթը դե թանկացել է արդեն մի 20 տարի։ Շատ փող ունի։ Այն մեկը պարտքերի մեջ թաղված է, բայց մեկը այլի շատ փող ունի ու պլյուս ինքը կարելի ասել բացի միջուկային զենքից ամեն ինչ արտադրում է։ Կուշկսեմ կուլալսի ամեն ինչ բացի միջուկային զենքից, անգամ հրթիռ է բարձ թողում, ատելսաներ ինչ էր մի ամիս առաջ շպրտեց տիեզերք։ Կարճ ասած, այդ ամեն ինչը լեռնային բաներով ռելիեֆում հնարավոր է չեղարկել, եթե դու լավ պարապած ես եւ գիտելիքներով օժտված ես։ Իսկ գիտելիքների մի չնչին մասը փորձում ենք մենք վաղինակի հետ ձեզ տալ։ Շարունակելով այդ հարցի պատասխանը, մենք փորձում ենք այն խոսույթը ցրել, որ մենք շատ թույլ ենք, որը մեր հակառակորդները մեր հասարակության մեջ մցրել են ու ձեռներներս բարձրացրած հանձնվում ենք, դա շատ սխալ խոսույթ է, մենք թույլ չենք, մենք եթե համապատասխան պայմաններ լինեն, այսինքն մենք ձիվան բազմոցի վրից մեր հետևները պոկենք ու համապատասխան գիտելիքներ ստանանք, 25-օրյա հավաքներից չփախչենք, հետնել խելամիտ բանակից չփախչենք, որը որ այդ 25-օրյա հավաքները կվերածի ռեզերվային բանակների, չի դարձնի իր սեփական թրիստակով չանցակ, ուրեմն չեք կարա անցկացնեք հավաքները, այսինքն եթե խելամիտ դառնանք, իսկ իրանց չէ, մեր ղեկավարությանը պետքա օգնել այդ հարցում, որպեսզի խելամիտ դառնան։ Я начальник ты дурак սկզբունքն։ Իրականում հիմա որ թեքվել ենք դեպի ՆԱՏՕ երկրներում էլ շատ քչերը գիտեն ռեզերվետ աշխատելու։ Այսինքն մենք պետքա հասկանանք, այնտեղ եւ որտեղ մեծ է, մենք մեծ չենք, մենք պուճուր ենք։ Մեր համար հարմար փոքր երկրների փորձ պետքա վեկալենք։ Դա կլինի Շվեյցարիան, Իսրայելը, Ֆինլանդիան, Սինգապուրը։ Այսօր հիշում ես, թե երեք էր, որ ասեցի բանը, մեծ երկրի բանակում ծառայելը, ինչ ասեցի։ Չէ, իմ հետ չես խոսած դա։ Արշակի հետ էի խոսում։ Բանը հաղորդում էր ամերիկյան բանի մասին, չէ, ֆիլմ էր ամերիկյան հատուկ։ Չէ, մի օր սպեցնազում սենց ինչ-որ բան էր, բայց ամերիկյան եւ ընդ այն բասինի մեջ որ սկում են ոտերը կապած, ելնում են բան։ Տեսել եմ երեք ոնց որ ուղղակի այդ խոսակցությանը ներկա չեմ։ Այդ հաղորդումը նայելուց ես ասեցի ինչ հեշտ է մեծ երկրի բանակում ծառայել։ Ես երբ որ սովետական սպեցնազում ծառայում էի, մենք գիտեինք, որ մեր մեջքի հետևը էլ միջուկային սուզանավեր, էլ նավեր, որոնց վրա բան կա, միջուկային հրթիռներ կա, էլ ինքնաթիռներ միջուկային, այդ ելը միջուկայինն եմ ասում, ու այս այնց միջև ներքև էլ չեմ ասում, մակում, բանը, կոշիկը հանող սեղանին խփող ղեկավար կարա լինի, որ քեզ, եթե հանգարց բան պատահի, քեզ այդտեղից հանելը։ Մեզ այդ բախտը չի վիճակվել, մենք այդ հնարավորությունը իհարկե ունեինք, վերջերս մոտ 2000 տարի առաջ Տիգրան Մեծի ժամանակ, բայց բաց թողեցինք։ Եվ շատ վաղուց մենք գերտերությունների քմահաճույքով ենք շարժվում։ Եվ մեր հաղորդումը նաև դրան է միտված, որ մենք Շվեյցարիայի նման ոչ մեկի խաղալիքը չլինենք, ոչ ոքի, լինենք ուժեղ, ատամներով, թույնավոր ոզնու շիպերով, որ մեզ ցանկացած ակուլը կարա ուտի, ասենք կամ կուլ տա, բայց
որ ինքը սատկի դրանից, մեզ ուտելու հետևանքով սատկի։ Այ դրանն էլ է միտված մեր հաղորդումը, քանի որ մենք մեծ երկիր չենք եւ ասենց միլիոնավոր մեր հետևից զորքեր չկան, որ մեր անհաջողելու դեպքում, մեր զոհվելու դեպքում, ասենք, միլիոններ չկան, որ մեր տեղը կզբաղացնեն եւ կբերեն հաղթանակի ու անվտանգ ապագա կապահովեն մեր ընտանիքներին, մենք ստիպված ենք լավ պարապել, շատ գիտելիքներ ունենալ եւ ասենք հենց նույնիսկ մարտական փորձ չունեցողը մարտի դաշտում հայտնվի ու իրեն պահի, ասենք, ֆիլմերի մեջ եղած Սիլվեստր Ստալոնեի, Շվարցնեգերի կամ Դոլֆ Լունդգրենի նման, ասենց ասեմ։ Նաև դրա համար է, ասենք, այս հաղորդումը։ Պարապել մարզվելը պարտադիր է եւ մենք փորձում ենք նաև այդ ուղղության վրա դրթենք մեր հայրենակիցներին, պետական, չպետական, տունը ձիվան քշող, չքշող եւ այլն, բոլորին։ Լավ, երևի գանք ամփոփելու, հա։ Հաղորդումը չէ, տարի։ Դե երևի սկսեմ ոմայի աշխատանքներից ու զուտ 4 թվերով, քանի որ շատ հետաքրքրությունը ընկել է ռազմամարզականների անվտանգային թեմաներով հասարակության մոտ, շատ են լսել, որ Կալաշնիկի կռիվ չի, չնայած ռուս-ուկրայնականը ցույց է տալիս, որ լավ էլ մինչև զինվորի բացինկան տեղ չի հասնում, այդ տարածքները գրաված չի համարվում։ Չէ, մի հատ հասարակ բան ասեմ։ Էլի վերջերս մի հատ ռուսական հեռուստատեսություն, չէ, ուկրաինական են, ոնց էր, Freedom հեռուստատեսությունով նայում էի, ուրեմն թնդանոթից կրակում է Կալաշնիկը մեջքին կապած։ Իմիջիալուց բավականին խանգարող էր, բայց երևի այդ ուկրաինացին հիմարի մեկն էր։ Արա նատուրի էշ էր, արա։ Ինքը այդ ծանր սնարյադը տանում, բերում, գմփսնում էր, ասենք, խփում է, ես եմ 20 քանի կիլոմետր, այդ Կալաշնիկը մեջքին ինչ գործ ուներ։ Կարող է ավելի սխալվում են այն մարդիկ, ովքեր որ ասում են Կալաշնիկի կռիվ չի, եւ Կալաշնիկին տիրապետելը պետք չի։ Երևի всё-таки մի բան կար, էլի այդ Freedom-ը իզուր չէր, այդ ուկրաինական ալիքը, այդ Կալաշնիկովով հրետանավորին ցույց տալի։ Փաստորեն մեր հրետանավորները, որ առանց Կալաշնիկի էին կրակում, նաև դրա պատճառով թուրքերը իրանց շրջապատեցին, նստեցրեցին գետնին եւ գնդակը արեցին։ Եթե Կալաշնիկները իրանց վրա լիներ, դա չէր լինի։ Դες Կալաշնիկին մեկա պետք է տիրապետես։ Կապ չունի ինչ զորքերում ես։ Լավ, անդրադառնամ թվերին, կոնկրետ իրականում արդեն մոտս գրած չկա էլի, որ ասեմ, բայց 3000 պլյուսով կուրսանտ ենք ունեցել մեր ֆիլիալների մասնաճյուղերի հետ միասին։ 3200-ին մոտ։ Հա, 126 գմբեթ 2 եւ գմբեթ 3 են կառուցել ընդհանուր իրար հետ, ու ընդհանուր գմբեթների Պարզաբանես գմբեթ 2-ի ու 3-ի տարբերությունը։ Գմբեթ 2-ը ռեզինա հողափայտային կառույց է, ձոտ ինչ որտեղ ժամանակավոր կառույց է։ Ժամանակավոր է, իսկ արդեն գմբեթ 3-ը մետաղյա կոնստրուկցիա է, էլի հողային ծածկույթով, մետաղյա ու քարե կոնստրուկցիա է, որը ինչ որտեղ դոտ է։ Դոտին նման է, հա, բայց դոտ չի, դոտի ու ձոտի արանքն է ինչ-որ։ Հա, որովհետև ինքը երկարաժամկետ է նախատեսվում, որ ծառայի, բայց քանի որ վրան լիքը հող պետք է լիցես, չնայած ցանկացած բետոնի շինության վրա ավելի լավ է լիքը հող լցես։ Հա, այդ հողը ավել պաշտպանիչ շերտ է, որը երբեք ավել չի լինում պատերազմի ժամանակ։ Ընդհանուր բաների գմբեթների թիվը հասցրել ենք արդեն 455-ի ու մեր նպատակին, առաջնային նպատակին 500 թվին շատ մոտ ենք, չնայած երևի էլ չենք շարունակելու այդ պրոյեկտը։ Դե եթե լինի, ասենք, մարդկանց մեր հայրենակիցների շահագրգռվածություն, կշարունակենք։ Դե այժմյան թվերով շատ քիչ է շահագրգռվածությունը։ Մեկ էլ տեսար, էլի։ Մեկ էլ տեսար մի քիչ Կարող է, բայց ամեն դեպքում ինչպես դու սկզբից նշեցիր, բանակը ինժեներական զորքերի այդ ոնց որ էստաֆետան վերցրել են մեզանից ու իրանք է երկրորդ գիծ, ես շատ անգամ նշել եմ, որ կառուցում են, իրանց օգնել իհարկե պետք է,
Իհարկե մենք կարանք իրանց քննադատենք, որտեվ իրանք սխալներ թույլ են տալի այդ երկրորդ գիծ անելուց, Նշանակ իրանք էլ են ընթացքում հասկանում ինչ սխալներ են անում։ Մենք դա չենք անի ստեղ, որովհետև գործ չանելու հետ համեմատ, թեկուզ սխալվելով գործ անել արդեն բացին կեկով, ձմեռային հագուստով բանով մտնում են աչքիս մեջ։ Так что ես իրանց չեմ պատրաստվում դրա համար շատ քննադատեմ, որ սխալներ են թույլ տալի ինժեներական աշխատանքներ անելուց։ Երևի մենակ պարապողները չէ, արժե նշել նաև որ բանը ավտոմատով պարապողները։ Չէ, դա ընդհանուր թիվն է, որտեղ նաև առաջի օգնության դասերի մասնակիցների թիվն է, հրետանավորների, չնայած հրետանավորների թիվը շատ ծիծաղալու է, 16 հոգի, 2 խումբ է պարապել ընդամենը տարվա ընթացքում ամառ բանից չեն կարողանում մարդ հավաքել։ Մեր վրա էլ ազդել են բանը, որ ավտոմատիկ կռիվ չի բանը։ Չէ, ինձ թվում է մեր վրա շատ ավելի շատ ազդել է Տրամպի այս փռած բանը, սուտ չասեմ, բայց կասկածելի խաղաղություն է, այսօր Մարկո Ռուբիոյի բանն էի կարդում, որ իրանք կանգնեցրեցին հնարավոր պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մայիս ամսին։ Հա, ձեզ մի բան էլ ասեմ, էլի Այր ջան։ Ուղղակի չգիտեմ մարդիկ ինչքանով են վստահ Տրամպը քանի տարի ապրելու ու Տրամպի հույսով արժի այդքան բանան։ Եթե ասենց մի քիչ հետադարձ հայացք գցեք, սա խաղաղություն չի։ Այսօրը խաղաղություն չի, ոչ թե մի տարի առաջներ խաղաղություն, բայց մոտ 1.5 տարի կապանի դեպքերից հետո էլ թիրախավորված դիրքապահների վրա կրակ չի եղել։ Ես կապանի դեպքերը նկատի ունեմ, երբ որ բանը փոխհրաձգության ժամանակ թուրքեր վիրավորվել, չէ, ընդհանուր ուղղության վրա եղել է, բայց որ sense թիրախավորած գան սպանելու այդ կապանի դեպքերից հետո այն որ թուրք վիրավորվածինի պատասխան 2 թե 3 օր հետո 4 հոգի դիրքապահ սպանվեց, որից մեկը մշտապես մեր մոտ պարապմունքներ անցնող մեր հետ 25 օրյա հավաքներին էլ մասնակցած մեր մարտական եղբայրներ, կարճ ասած, մինչև Տրամպի ընտրությունների մեջ հաղթելը ընդհանրապես խաղաղությունը չէ, բայց խաղաղ իրավիճակը լինում է այն վաղ, երբ որ երկու կողմն էլ չեն ցանկանում, որովհետև խաղաղությունը ինքը արգենտինական տանգո է, էլի, պետք է զույգ πάρեն։ Չես կարող։ Հիմա թուրքերը իրանց ձեռ տալի, որովհետև Սիրիայի հարցեր ունեն լուծելու, Սիրիան հələ կուլ չեն տվել, չեն մարսել, այդ գոտին այսպես կառուցելու համար, այնտեղ Իսրայելի եւ Թուրքիայի միջև հələ ճորքեկ կա, քրդերը հələ կան, հետո բացի դրանից Իրանը ամբողջությամբ նենց չի, որ սենց հավանա այս ամեն ինչին, կարճ ասած հələ գործեր, տնային աշխատանքներ կա անելու թուրքերի համար, որ կամ բնական ուժեղի դիրքից թելադրեն մեզ խաղաղ պայմանագիր, կամ էլ վերսկսեն ռազմական գործողությունները։ Դա միշտ բանը կա, էլի, դրա վտանգը հա վախցնում են մեզ, բայց այս վերջերս մի քանի օր առաջ էր Ստեփանակերտում Ալիևը ու նշեց, որ մենք ոնց կարող ենք մոռանալ այսքան տարի օկուպացված մեր հողերը, այսքան զոհերը, որ իրանք են օկուպանտները։ Հա, բայց ինքը դա ինչի համար է ասում։ Հա, նախապայմաններ է ստեղծում։ Նախապայմաններ է ստեղծում, իսկ որpիսի այդ նախապայմաններին պատրաստ լինի մեր պետությունը, ոչ թե էլի ասի, էսի վեկալ մեզ ձեռմի տուր, ոնց որ 23 թվականին Արցախը հանձնվավ, դրա համար պետքա մեր հասարակությունը պատրաստ լինի բանակի հետ միասին, զինված ուժերի հետ միասին։ Զինված ուժերը միայն պատրաստ լինի, բավարար չի, հասարակությունը միայն պատրաստ լինի, բավարար չի։ Միայն զինված ուժերի այնպես չի որ լավ կամ ընդհանրապես բարձր տոկոսային պատրաստություն կար 20 թվականին, նո ամենայն դեպս կեսից ավելին էր ու տեսանք ինչ եղավ։ Բայց հիմա ենթադրենք մի քիչ ավելի բարձր է պատրաստվածությունը։ Չէ, ենթադրենք չէ։ Հիմա զորքերը մի քիչ ավելի լավ են պատրաստվում գործող բանակը։ Բայց այսօրվա գործող բանակը այն ժամանակվանից մոտավորապես 1/3-ով ավելի փոքր է։ Բայց ուրիշ բան էլ ասեմ, այն ժամանակ մոբը շատ ավելի հիմա գոնե տարիների ընթացքում մոտ 10,000-ի մոտեցել է արդեն 25 օրյա հավաքները անցածների թիվը։
Շատ կարող է լինի ավելի։ Կարող է ավելի շատ էլ լինի, ասածս ինչ է, ինչքան էլ տեսել եմ, որ պարապմունքներ չեն անցկացնում, բայց գոնե կրակային պատրաստվածություն անցնում են։ Պարապմունք անցկացնում են, բայց ոչ ժամանակակից պարապմունքներ չեն Այո, անցկացնում, ինչը պետքա ժամանակակից մարտում, չնայած տեղեր կա, որ անցկացնում են, նես չի, ամեն բոլոր հավաքներին է դա վերաբերվում, ուղղակի սիստեմա չկա, ինստիտուտա, չեմ կարող այդ բառը ասեմ, ինստիտուցիոնալիզացիա արված չի, այսինքն ասենք, սիստեման չի կազմվել, նույն ձև պարապմունքները չեն անցկացնում, միտեղ կազմակերպիչը կարող անում է հրանգիչ կողից ներգրավի։ Գիտես ինչից է սա գալի։ Ռազմական փորձը այն, որ մենք խոսում ենք, դեռ սիստեմատիզացիա արված չի։ Ոչ մերը, ել չեմ ասում ուկրաինականը, որ շարունակվում է, բայց բանը, ես ուզում եմ մի հատ հարց տալ, բանը, մենք չխոսացինք դրան, որ մենք էլ ենք քիչ թե շատ պրոպագանդայի տակ հայտնվում եւ բացի պրոպագանդայից մի քիչ էլ հետևում ենք, ասենք, ուկրաինական այդ բախմանը, երբ որ Կիևի եւ Մոսկվայի ռուսները իրար սպանում են, եւ մի քիչ էլ սեփական փորձ ունենք, շատ պուճուրիկ էլի ասենք, եւ անօթաչուների դասեր ենք անցկացնում նաեւ։ Ну, սկսնակների համար ինժեներ չենք պատրաստում, մտցնում ենք ուղղակի այդ աշխարհ, հետո հնարավորություն տալով ավելի պրոֆեսիոնալ թմերի միանալու, որոնք որ կարանք իրանց անուններն էլ բարձրաձայնենք, ասենք անգղը, վայրին, ուրիշների հետ դեռ չենք աշխատում, բայց չնայած իրանք կան ու համոզված չեմ, որ մեր մոտ այս սկսնակ դարձած, ասենք, անօթաչու բաները դրոնավոդները գոնե 1-2 հոգի այնտեղ չեն հայտնվել, ասենք, տվյալներ չունեմ։ Արմ դրոն ու հետո մի հատ ֆեդերացիա կա, բանը դրոնավարների բանը։ Դե արդեն գնալով զարգանում է, ճիշտ է։ Արդեն Ծիծեռնակաբերդի շենքում է գտնվում, ինչքան հիշում եմ։ Ճիշտ է, մի քիչ շատ դանդաղ է զարգանում այդ ոլորտը, էլի մի իրար հետ չկիսվելու պահն է, իմ կարծիքով։ ԱՏԶՄ-ում մի դեպ բան կա, լաբորատորիաներ են անում, արմատ լաբորատորիաները կհիշեք, չէ՞, դպրոցներին կից, որ դե արմատը հասարակությունը բացում էր, ասենք, ու հիմա մի 600 հատ կա, կարող ավել, կներեք, եթե թվերում սխալվում եմ, ԱՏԶՄ-ն շատ մեծ գործ արել այդ առումով, բացի դրանից այդ արմատ լաբորատորիաների մեջ կար բանակից արմատը օթում էլի։ Արմատը օթում ոնց որ եւս մի ծրագիր, որտեղ հենց անօթաչուների վրա էին աշխատում երեխաները։ Բայց քանի որ դա կամավորական է, ինքը շատ լայն զարգացում ստանում է շատ մեծ դժվարությամբ։ Ոմայում էլ ինչ կա, բանա, նաև մեր ինստրուկտորները այդ կարող է նկատածել եք քաղաքում են, որ sense սրտի են հոսանք տալու դեֆիբրիլյատորի դասընթացների են մասնակցել մի հասարակական կազմակերպության բան արած կազմակերպած տարբեր դպրոցներում են դասեր տվել, մեկօրյա կամ տեղեր կա շարունակական 12 դասանի օրինակ։ Էլ ինչ կա, ասենք։ Դե մշտապես ապրիլի 24-ին անցկացնում ենք կրակային մրցույթ մեր մասնաճյուղերի ու կենտրոնակայանի միջև։ Այս տարի հաղթողի ոնց որ դաշտում էինք, անցած տարի հաղթել էր Մարտունու թիմը։ Այս տարի նույնպես կուրսանտների մեջ Մարտունու սանը հաղթեց, բայց արդեն առանձնացրել ենք հրանգիչները առանձին էին մասնակցում, հրանգիչների մեջ առաջի տեղը Գյումրու հրանգիչը ընկավ ու բոլոր այսինքն առաջի 3 տեղերին, թե կուրսանտների, թե հրանգիչների մեջ կարգին տղավարի նվերներ։ Հա, հրազան են նվեր ստացել մեր կազմակերպության կողմից։ Որը իհարկե ասենք մեր կազմակերպությունը գեներացնում է ձեր ուղարկած ասենք գումարներով հայրենակիցներ ջան։ Այնտեղ ֆինալ հասած բոլորն է պարգևատրվել են իրականում։ Ուղղակի առաջի 3 տեղը հրազենով, մնացածը սառազենքերով։ Դե էլի տարբերական ինչ։ Հա։ Թող լավ պարապեն, ասենք ստիպված չլինեն, ասենք դանակով կռվել բանի թուրքական սպեցնազների դեմ։ Հա, այս վերջերս էլ մի թեթև գլուխ գովան։ Կենտրոնակայանի մեր հրանգիչների մեջ է ոնց որ մրցույթ անցկացվել կրակայինի 3 փուլով քո աշկով տեսար կարացակրը։ Ճիշտ է, իրականում մեր չեմպիոնը չի մասնակցել,
Սուրենը կենտրոնականի հետ է ուզում ասեի ամենը բանը ոնց որ ասած չեմպիոնը, հա, իրոք չեմպիոնը։ ինքը որտեվ օրինակ այս տարի անցած տարի երկրորդ տեղ էր ընկել հասարակական կազմակերպությունների մեջ մրցույթում Ազատազենի կազմակերպած երրորդ տեղը էլի երկրորդ երրորդ տեղերը մի խոսքով Ոմայից էին, այս տարի առաջի երկրորդ տեղերն են Ոմայից։ Սուրենն ու Արամազդը շարունակական միշտ է տենց լինի, ու Սուրենը այդտեղ բանը արած, հետո ֆիլիալները չէին մասնակցում, դու ինձ թվում է Մարտունին կկրվեիր։ Ինձ չի թվում իրականում։ Լավ, բանը գլուխ գովալուտ պրոցեդուրան արի դադարեցնենք, ու չդադարեցնենք, ինքը ավտոմատ վերջացավ։ Ոչ միտեղ չէր նշվի, ասեցի նշա։ Այ Ոմայի գործառույթների մեջ նաև մտնում էր առաջներում գոնե բան ռազմայնասիրական աշխատանք դպրոցների հետ հանդիպումներ բան, ասենք գոնե եղել է մի քանի տես բան, ասենք։ Այս տարի էլ է եղել մի քանի դպրոցում հանդիպումներ են կանցկացրել, հա։ Ուղղակի հաշվի առնելով մի քիչ վատ տրամադրվածությունը հենց կոնկրետ Ոմայի հանդեպ 23 թվականի վերջից հետո չեմ ուզում նշել կոնկրետ դպրոցները, չնայած իրենք իրենց էջերում մեզ նշել են, բայց հանդիպումներ եղել են, ամեն տարի էլ լինում է, երեխաների հետ գնում ենք, մեր փորձով ենք կիսվում, տեղ նույնիսկ բաց դասեր ենք անցկացնում, օրինակ հենց առաջի օգնությունից։ Մի խոսքով ծավալուն աշխատանք տարվել է, ինչքան հնարավոր է եղել այս տարի։ Մյուս տարի ավելի շատ աշխատանքներ են նախատեսվել, եթե մեր էջերին հետևում եք, օրինակ կտեսնեք, որ մեր ալպինիստական պատն է շատ բարձրացվում ու ալպզոնան լավ աշխատանք է տարվել, պլյուս Աթանում հրաձգարանի աշխատանքներն է սկսվել, արգելագոտի է կառուցվել, որը այս գալող տարում կավարտենք ու հրաձգարանի աշխատանքները արդեն կսկսենք վերջնական։ Հիմա հողի հարթեցման աշխատանքներ է գնում։ Էլի մեր ընկերների շնորհիվ, հա։ Հուսանք Քարվաճառի ուսումնական կենտրոնի օրը չի ընկնի։ Էլ ինչ կա։ Երևի այդքան է Ոմայի հետ կապված։ Չգիտեմ, ինչ-որ բան ես ուզում ասեմ, բայց չեմ հասկանում ինչ։ Չեմ ասի։ Արի անցնենք ես իմացա ինչի հետ ես։ Դե ասա։ Դրա մասի խոսալու չի։ Խոստացել ենք, որ չխոսենք։ Ուրեմն անցնենք մյուս ուժային կառույցներին հայկական, դե Ոման էլ է, չէ, հայկական ուժային կառույց, հասարակական կազմակերպություն, բայց հայկական Հայաստանի Հանրապետության, ոնց որ ասած, կառույցն։ Մյուս ուժային կառույցներին մենք մի քիչ բանակից խոսացինք, արժե նշել, որ ուժային փրկարարների լավ աշխատանքը կարելի է նշել։ Այո, անտառների հրկիզման աշխատանքները, իրանց ու էկոպարեկների աշխատանքները, ճիշտ է, էկոպարեկների հետ կապված խնդիր ես տեսնում եմ, որտեվ իրանց անտառի մուտքը ոնց որ կարելի է մուտք գործել, բայց մոտները նույնիսկ սառը զենք չեն թողում ունենան, իսկ ինչպես շատերը գիտեք, օրինակ նույն Խոսրովի անտառում արդեն գիշատիչ կենդանիներ շատ են ման գալիս, ֆրֆռում։ Ու էկոպարեկներին ոնց որ ուղարկել անտառը ստուգել ու հիմնական շատ տեղեր ոտքով են գնում ու առանց նույնիսկ սառը զենքի մի քիչ ճիշտ չի իրենց նույնիսկ հատուկ սարքավորումներով Ունե հատուկ սարքավոր, հա, ձայնը ուժային, ձայնային ազդանշան, ոչ, ես օրինակ մի բարեկետ շփվել եմ վերջերս, իր մոտ ոչինչ չկար։ Իսկ այդ ճանապարհով որտեղով ինքը եկել էր, լիքը արջի կեղտ կար։ Ես մի քանի ամիս առաջ Կապանում էի շփվել երկու բարեկների հետ, ասին հովազ կա։ Գոնե մի հատ այն տզիկներից ելնի, այն որ բանը վուվուզելա են ասում, ինչ են ասում։ Մի խոսքով լավ միտք է էկոպարեկները, բայց կիսատ է էլի մնացել, ոնց որ մեր երկրում շատ բաներ։ Ոնց որ շատ բան, այո, երևի բան է, էլի գրանտը վերջացել է, USAID-ով էր եղել, Տրամպը փակեց, պետությունն բյուջե չէր նախատեսել դրան։ Բանը մի հատ մուլտիկ կա, այն բանանից sense բանանների նման ֆիգուրկիկը մինյոն են կոչվում, ընդ օրինակ մի հատ գիտար կա, առաջարկում եմ մեր բանը
ներքին գործերի պատասխանատու աշխատակիցները, ով որ էկոպարեկներով, թե իրանք չեն։ Արա, չէ, իրանք շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում եմ շրջակա միջավայրի, ասենք, այդ ուժային բլոկը ղեկավարող կամ իրանց վերադասներին այդ մուլտիկը նայեք, ընդ մի հատ բան կա, ասես գիտարով նվագում է, ասես մարդու վրից շորերը պոկվում է, թումա բան, ինքն էլ է վերջը հետում, ընդ ծամոնի մեջ խրվում է։ Գոնե այտենց մի բան տվեք, մեղք են տղեկ, էլի ասենք։ Եթե անդրադառնանք ուրիշ ուժայիններին, չնայած կարծում եմ այդքան կարիքը չկա, քանի որ շատ քաղաքականացված են։ Կարանք իրանց բանը անենք, օրինակ բանը հիշում եք ոստիկանական գվարդիան կարելի առանձնացնել, այո, ոստիկանական գվարդիա է ստեղծվել, որը որ լավ աշխատում, վատ աշխատում, էդի ժամանակը ցույց բայց պարապել են իրանց, քանի որ մեր մոտ էլի ինչ-որ մաս տարել են, լավ պարապասել են կամ, չգիտեմ, պարապասել են ուղակի, մնացածի վրա ուղակի խփել են գվարդիա, չգիտեմ։ ոստիկանությունը փոխել են իրենց աշխատանքի մեջ ես մի բան եմ ուզում շեշտեմ։ Սրանից մի տարի առաջ, թե կարող է մի քիչ ավել, անգրագետ պահվածքի պատճառով ոստիկանության երևակայի բարձր պաշտոնյայի կամ ոչ այնքան բարձր պաշտոնյայի նռնակ նետվեց ժողովրդի մեջ, այնտեղ տուժածներ եղան ու լուրջ տուժածներ եղան։ Հիմա ոնց որ թե եղա բանը, էլի ժողովրդի այս բաների ժամանակ ես չտեսա այտենց անգրագետ պահվածք ոստիկանության, կողմնապահ են, հասկանալի է, կողմնապահ են, հա, անարդարություն է, այո, բայց գոնե, ասենք, այդ բանը չկա, այդ ժողովրդի մեջ նեռնակ նետելը վախից։ Ինչի էր գցել այդ նռնակը, լցել էր տակը, որ կարող ինձ բռնեցեց են, բան sense վիճակներ ու նռնակ էր գցել ժողովրդի մեջ։ Այդ մարդու ձեռը կդրվավ, Իսոս քեզ Քրիստոս էլի, այդպես բա կարելի է։ Հա, փառք Աստծո, այդ սխալը ոնց որ թե ուղղել են, համենայն դեպս, ասենք, ոստիկանությունը նման պահվածք չդրսևորեց, գոնե, ասենք, մի երկու դեպք տեսանք։ Վերադառնալով փրկարարական մեր փրկարարներին, տարվա սկզբում մի հատ լավ պարապելու տեղ ունեն փրկարարները, շուշուտ էի այցելում այնտեղ ու երբեք պարապող փրկարար այդտեղ չէի տեսել։ Բալաովիտի այդ բանը բազան։ Հետո երևի 3-րդ կամ 4-րդ բանից հետո, իմ այցից հետո, իսկ ամեն օր չէի այցելում, էլի, ամեն այցի սարանքը գոնե 2-3 շաբաթ կար ու տարբեր աշխատանքային օրեր էի գնում։ Դրանից հետո իմ այցերից հետո ուրիշ մարդիկ են այցելում իմ ծանոթներից ու արդեն տենում են, որ փրկարարները ամեն օր կրտնաջան պարապում են Բալաովիտում։ Դա մենակ իրանց հատուկ ստորաբաժանման մասին չէ, այլ նաև տարբեր վաշտերից, տարբեր դասակներից գալիս են ու պարապմունքներ են անցնում, գործնական հնարավորությունները ստեղծված այդ Բալաովիտում։ Մի խոսքով, որ գովելի է, չնայած միշտ էլ մեր փրկարարները համեմատական կարգով բարձր մակարդակի վրա են եղել, բայց հիմա արդեն պարապմունք մենք բանը չհիշեցինք, արժե հիշել։ Վտանգավոր է իրանց հիշել։ Չէ, ոչ էլ վտանգավոր է, քանի որ իրանք բանը ուժային կառույց են, ունեն իրանց ֆունկցիաները նաև տեսանելի։ Իրանց ուժային ֆունկցիաներից տեսանելի հատվածը դա սահմանապահ ծառայությունն է։ Մենք տեսնում ենք, որ սահմանապահ զորքերը, ասենք, իրենց ֆունկցիաները կատարում են։ Ուրիշ բաներ ենք տեսնում, ես դրա համար չէի ուզում։ Դե ուրիշ բաներն էլ ենք տեսնում իհարկե, բայց քանի որ մենք քաղաքականացնելու ցանկություն չունենք այս ամեն ինչը, կարող է ընդհանրապես, կարող է դեռևս, դա բան է, էլի, նամյոկներ եմ անում։ Ընդհանրապես ցանկություն չունենք, բայց ԱԱՑ-ի սահմանապահ զորքերի մասին կարելի ասել, որ այս տարվա մեջ իրանք բավականին մեծ հատված տիրություն են անում, որքանով լավ չենք կարող ասենք, որովհետև դեռ լուրջ սահմանի խախտումներ չի եղել անցյալի պես, ներթափանցումներ եղել են, թե չէ, գաղտնի են պահում, այդ դա վատ է։ Մենակ զինված ուժերը գաղտնի չեն պահում, չեն կարող պահել գաղտնի, որովհետև ամեն դիրքում, ասենք, 10-ից 30 հոգի կամ, չգիտեմ, 8-ից 30 հոգի կամ 100 հոգի մարդ է, ու գաղտնին պահելը դժվար է։ Իսկ եթե որ սահմանապահ 2 հոգով գնում են, այդ երկուսին ասել հոպ,
չխոսած հեշտ է։ Դրա համար այնքան էլ չենք կարա ճիշտ գնահատական տանք, բայց որ իրանք ասենք սահման են պահում արդեն մի քանի 100, երևի մի 300 կիլոմետրից ավելի, դա նոր հատված է, էլի նկատի ունեմ, դա բավականին մեծ տարածություն է։ Ուրիշ դա է բանը ոնց որ տերորիզմ բան չի եղել այս տարի, չէ, ասենք անցած տարի եղել է, այս տարի չի եղել, որոնց բացահայտել են։ Եզրափակելով մեր հաղորդումը իրականում կուզենայի անդրադառնալ ՆԱՏՕ-ից խոսացինք, ամերիկյան բանակի խնդիրներից մեկից կուզենայի խոսալ, որ իրենք նախանձում են մերպես փոքր Իսրայելին, քանի որ Չէ, արդեն մի քիչ մեծ, որովհետև դե, հա, մեջնից չափսերով փոքր է, բնակչությամբ մեծ է, բան չունեմ ասել։ Իսրայելը երբ որ ստեղծվում էր, այդ Իսրայել պրոյեկտին շատ ավելի քիչ մարդ էր վստահում, քան երբ որ Հայաստանը ստեղծվում էր 90-ական եւ իմիջիայլոց հենց իրանք առաջի իրենց պատերազմի ժամանակ 1948-ին, եթե չեմ սխալվում, Բեն-Գուրիոնն էր, հա, իրենց նախագահ բանա 3 օրվա ժողով է հրավիրում, ժողով չէ, իրանք միշտ ամեն պատերազմից հետո հանձնաժողով է ստեղծվում, քաղաքացիական հանձնաժողով է ստեղծվում, որը գնահատական է տալիս զինվորականներին, քաղաքական կառավարող ուժերին, հա, ու նույնիսկ հաղթական պատերազմներից հետո իրանց մոտ ԳՇՊ-ա փոխվում, լիքը մարդ հանում նախարարը են, փոխվում, հաթաթա մաթաթ տալով, իսկ լինում է հակառակը։ Իրանք որտեվ իրանց մոտ մարդու կյանքը շատ բարձր են գնահատում, մի խոսքով առաջի այդպիսի ավելի շատ գնահատում են բարձր իրանց պետության եւ ազգի, ասենք, ապագան։ Առաջի այդպիսի հանձնաժողովը հենց 48 թվականի պատերազմի ժամանակ է ստեղծվել։ Ես գիտեի վերջում։ Չէ, դե կարա վերջում լինի, բայց ավարտված չէր պատերազմը, էլի, որպեսզի զինվորականների խնդիրներին ծանոթանա հասարակությունը, կանչում են, շեղում են նույնիսկ զինվորականներին բարձրաստիճան։ Մեր մոտ էլ են շեղում, մեր մոտ կանչում են, ասենք, դատախազություն մարտի դաշտից, մարտի դաշտից, չէ, դա նույն բանը չի իրականում, որ կանչեն 16 թվականի այդ օրինակը սպանում է, կարելի ասել։ Կռիվները գնում են ապրիլին ու ինքը գնում է դատի, որտեղ ռազմական ոստիկ թե քննչականներ կան։ Այդ երիտասարդին մենք, ասենք, երբ որ գնում էինք Արցախի պաշտպանության բանակի հետ պայմանավորվել, թե որ հատվածն ենք ստանձնելու պատասխանատվության, տեսանք, ասենք, էս ուր է սեթում առանց զենքի։ Ասես դե կանչել էին դատարան, սրանից մի քանի օր առաջ բանը շարժ եղավ, կրակեցի, հիմա այդ բանի կրակելու համար փաստորեն ականազերծողա տեսեք կրակել է, որ չականազերծվի ու դրա պատճառով քաշքշում են նույնիսկ այն վաղ, երբ որ ասենք այդ ականազերծման արդյունքում թուրքերը կարացել են առաջխաղացում ունենան։ Լավ, միտքս շարունակեմ, ամերիկացիք բողոքում են, որ իրենց բանակը դե ըստ ցանկության այդպես ասած, ու իրանք ընտրում են լավագույններին, բայց ովքեր ցանկանում, այո։ Իսկ իսրայելական բանակի տարբերությունը հենց այդ է, որ դպրոց ավարտողներին արդեն 17 տարեկաններից սկսած գալիս են իրանց բոլոր ստորաբաժանումները ու սկսում են ռեկրուտինգ անել աշակերտների մեջ։ Համալրում ես, հա, մեր իսրայելասերների, ֆիլերի, ասենք, շարքերը։ Ոնց որ ինձ հաճախ ասում են։ Չէ, իրականում ուղղակի օրինակ եմ ցույց տալի, որը կարա մեր մոտ լինի, մեր մոտ էլ է պարտադիր ծառայությունը ու ես այդպիսի աշխատանք մեր բանակի կողմից չեմ տեսել։ Զբորնի պունկտում արդեն տեսել եմ, բայց էլի եսի միշտ չէր։ Իսկ Իսրայելի բանակը աշխատում է արդեն դեռ դպրոցը ավագ դպրոցի 14 տարեկանից է ինքը։ Հա, ամերիկացիներն էլ են տենց անում, ամերիկացիներն օրինակ ասում են, եթե 6 տարեկանում նամակ գրես իրենց պաշտպանության նախարարությանը, իրանք կես տարի մեկ քեզ նամակով հիշացնելու են, որ իրանք քո մասին մտածում են, հետո ինչքան տարիքդ մեծանա, այդքան ավելի շատ են քեզ գրելու, որ փորձեն ռեկրուտ անեն։ Իսկ ամերիկացիք էդ են բողոքում, որ ասում են մենք ցանկացողների մեջի լավագույնին ենք ընտրում, իսկ դրանք հեշտ պարտադիր չի, որ մեր հասարակության լավագույնը լինեն, իսկ իսրայելացիք ոնց որ ընտրում են բոլորի մեջի լավագույններին, այսինքն իրոքից լավագույններին են ընտրում։ Իրանց մոտ ծառայությունից խոսափողների թիվը շատ չնչին տոկոս է։ Ու հավատքից ելնելով այնտեղ խասիդներն են, որ բանա չեն։ Հա, մնացածը տալի, որ իրանց չկանչեն։ Տղա աղջիկ ծառայության են գնում, առողջական տվյալներից ելնելով համապատասխան ստորաբաժանումներ են գնում։ Իրանց մոտ նույնիսկ դաուններ չէ։ Ֆուտբոլիստը հանգարց ոտերը չփչացնի։
Ես մի հատ սրանից մի քանի տարի առաջ բալետի մենապարուհու մասին էի հոդված կարդացել, որ ինքը միակ արտոնությունը, որ ստացել էր, ներկայացման օրերը մի ժամ շուտ ծառայությունը դադարի, ասենք 6-ին չէ 5-ին, որ հասցնի ներկայացմանը հասնի, այնտեղ այդ իր բացին կեքը հանի, բաներից հագնի, բալետի տապշկեքից բալետի պարոն, то есть այդ բանը կապիկ լամիշ լինել պետք չի, ինքը մեծ գիտնական կդառնար, չուտը ոչ մեկ չդառավ, հենց այդ իսրայելական մի հատ գիրք եմ կարդում, ճիշտ է, Իսրայելի գովքն է գնում, հենց հрьяաների գրած է, Իսրայել պետության, բայց փորձում են Իսրայելի ֆենոմենը բացատրություն տան, թե ինչու է այդ ֆենոմենը, իսկ ֆենոմենը գալիս է ըստ իրանց բացատրության նրանից, որ բոլորը ծառայում են, ծառայությունից հետո իրանց մոտ շատ մեծ է բարձրագույն կրթություն ստացողների տոկոսը, այնտեղ ինչ-որ արտոնություններ կա, բանը պետությունը փոխհատուցումներ է տալիս իհարկե, էդ էլ է պատճառներից մեկը, ու իրանք արդեն կայացած մարդիկ են թողում դուրս իրանցից բանակից արդեն ով ծառայել է իրականում գիտի, էլի հիշենք մեր դիրքապահների որակը, երբ որ նոր են վերադառնում տուն, էլի։ Այն որ ավելի կարգապահ են, ավելի հավաքված։ Չի հասցնում նորից փչացնի այդ դիրքապահին, ինչ տղեկ են, ոսկի, բրիլյանտ։ Այդտենց նաև հрьяանա կարողանում իր հрьяաների մոտ մի հատ ուրիշ բան էլ կար, որը ես օրինակ չգիտեի, ես գրքի միջոցով եմ իմացել, որ ստորաբաժանումը, ասենք 18-ի 1 պրիզիվնա հադրութի, իրանք երբ որ մտնում են արդեն պահեստազոր, նույն սաստավն է մնում, նույն կազմն է մնում։ Ու իհարկե մանր կոլեկտիվը, իսկ իրանք բացի այն, որ 3 տարի տղաները, 2 տարի աղջիկներ իրար հետ են ծառայում, նույն կոլեկտիվում, մի հատ էլ հետո 20 տարի իրար հետ տարին մի անգամ պարտադիր զբոսրերի են գալի, ու էդի նաև օգնում է իրանց բիզնեսների զարգացմանը։ Տես ինչ է ստացվում, ես ավելի շատ Շվեյցարիայի մասին եմ խոսում, որտեվ երբ որ ինձ հարցնում էին, ասում էին կես տարվով բանը, դες որ կրճատվի լավ ոնց է, ես ասում եի մի տարվով կրճատվի կողմեմ, եթե այս պայմանները ու թվարկում են պայմանները, որ պիտի լինի նոր անցնեն, ասենք կրճատման, իսկ դու ավելի շատ Իսրայելին ես գործանում, որը 3 տարի եմ ծառայել ու իրականում իմ ծառայությունը մոտիկ էր իսրայելական ծառայության ձևին։ Ես սպա եմ դարձել դրա համար։ Մի տարի ծառայելա որպես կուրսանտ ուչիլիշայում։ Մեկ ամյա սպայական դասընթացի եմ մասնակցել ու արդեն 2 տարի պայմանագրով որպես սպա շատ նման էր իսրայելական ծառայության այդ առումով, քանի որ տուն գնալ գալել կար այդպես ասած։ Ոչ միշտ։ Չէ, դե բարձ է ծառայությունը համապատասխանել է, բայց ազատ ժամանակ ծառայությունից որոշակի չափով ունենում ենք, չնայած այն զորքերում, որտեղ ես եմ ծառայել, հոբ զորքերում միշտ ժամկետայինների համար շատ ավելի հեշտ է, բայց իմ ծառայած դիվիզիոնը միշտ վազքի մեջ էր, միշտ դաշտային ելքերի մեջ էր, հանգիստ ժամանակ տեխնիկա ենք սարքում, մի խոսքով միշտ դրայվի մեջ ենք եղել, ու եթե ես էլի ընտրության հնարավորություն ունենայի, այսինքն հետ գնայի անցյալ, միլիոն անգամ այդ տարբերակը կընտրեի։ Մի տարի ավել ծառայելը։ Մի տարի ավել ծառայելը։ Դա մենակ դրա պատճառով, որ քո ծառայությունը ավարտելուց 15 օր հետո պատերազմը վերսկսվեց, թե։ Չէ, հիմա պատերազմը չվերսկսվել է, ես մեկը այդ նույն ուղին կընտրեի, որովհետև ես ավելի հասուն մարդ, ճիշտ է, մի քիչ ավելի հասուն տարիքում եմ ես գնացել, բայց նայելով իմ կողի ընկերներին, ոնց էին իրանք կարանտինի ժամանակ ու ոնց էին արդեն վերջում, սարեր-ձորեր տարբերություն կար։ Ու պատրաստի կադրեր ես դու բանակից արդեն բաց թողում, ու Իսրայելի հասարակության տարբերությունը այն է, որ երբ որ իրանք գործի են ընդունում, իրենք չեն հարցնում, ասենք որտեղ է սովորել, դա երկրորդական է իրանց համար։ Հարցնում են որտեղ ես ծառայել, առաջի հարցը դա է լինում։ Եթե չես աշխատել ոչ միտեղ։ Եթե աշխատել ես արդեն, հարցում են որտեղ ես աշխատել, նոր որտեղ ես ծառայել։ Որտեղ ես ծառայել, օրինակ Ամերիկայում հատուկ պարտադիր հարց է, որտեղ կախված թե որ ստորաբաժանում ես ծառայել, արդեն քո մասին լիքը պատկերացում կունենան։
իրանց մոտ բիզնեսմենների մեծ մասը շատ լուրջ ստորաբաժանումներում է Բա ծառայել։ արի սենց անենք, էլի կրճատենք Իսրայելի մասին խոսալը։ Չէ, անցնում է Ամերիկային, որ իրանց Իսկ բանակի եմ ասում, հետո մի հատ առանձին կարելի է Իսրայելի բանակի հա, մասին մի հատ կանենք էդի, հաղորդում անել։ ուղղակի ուզում եի համեմատական անցկացնել էլի ՆԱՏՕ-ի ամենահզոր պետության կամ աշխարհի ամենահզոր պետության, հզոր բանակի տեր Ամերիկային, իրանք էլ իրանց բանակում սպաներին կամ ծառայողներին էլի հասարակական կազմակերպություն կա, որը հնարավորություն է տալիս այդ անձնակազմը, որ արդեն իրանց պայմանագիրը լրանում է, պետքա բանակից դուրս գան, առանձին կրթություն ստանալու հենց բանի ընթացքում, ծառայության ընթացքում։ Ու շատ լավ տեղեր, օրինակ դրա մեջ Pepsi Cola Company-ն է մտնում կամ չգիտեմ, տես բարձր հանրաճանաչ կամպանիաներ մտնեն որպես մենեջեր կամ համապատասխան ինչ-որ աստիքի։ Դու նույնիսկ մի օգու ճանաչում էր, ով որ West Point-ը ավարտելուց հետո վիրավորում է ստանում ոտի զրկումը ու միանգամից HR-ի ոնց որ պաշտոն է ստանում։ Բանը, Իսկն այդ 4 տարի մեր մոտ ես էդի օրինակ չեմ նկատել, մեր մոտ 4 տարի սովորած սպաները, հետո ծառայությունից հետո ինչով ասես զբաղվում են, բաց այդ կառավարչական գործից։ գիտես Չեն ինչի օգտագործում մասին է էդի։ խոսքը, քանի որ մեր մոտ շատ քառակուսիոտ է ֆորմալիզացված, թղթեր լրացնել, վերևը միջև չասի դու Հա, չեն շնչելու թողում, իրավունք չունես։ օրինակ ամերիկյան բանակն էլ է անցել, որ արդեն երբ որ Աֆղանստանում, Իրաքում իր պատերազմները ցույց տվին, որ ինքը իջացրեց հրամաններ, այսինքն որոշումներ կայացնելը թողեց արդեն լեյտենանտների վրա։ То есть սպան դառավ իրական սպա։ Հա, իրական Այլ բացի ոչ այն, թե- որ ինքը ուղղակի մեխանիզացված բաներ հրամաններ էր տալիս իր անձնակազմին, Կամ վերադասների հրամանը ընդամենը փոխանցում էր, փոխանցողն այլ էր։ սկսեց ինքը մտածել, հարցի լուծում գտնել, որոշում ու մարտի կայացնելու, դաշտում հրաման տալ արդեն։ որոշումներ կայացնող եւ ասենք Մեր կատարող մոտ էլ դառավ։ 20 թվականից հետո լիքը այդպիսի մարդիկ են եղել, ովքեր հիմա բանակում չեն ու չգիտեմ իրենց պոտենցիալը օգտագործվել է թե չէ։ Հա, բայց այդ բանը մարտի դաշտում էքստրեմալ իրավիճակում մեր տղաները, որոնք որ իրենց այդ ձևով լավ են դրսևորել, դա չի նշանակում, որ դա սիստեմա է։ Իսկ Կարելի է սիստեմա որպես սիստեմա, որ ինքը վերլուծող է, անձնակազմը պարապած եւ ինքը ի վիճակի է մարտի դաշտում որոշում կայացնել եւ իր անձնակազմը ի վիճակի է դա կատարել, դա շատ թանկանոց ռեսուրս է եւ ոտով ձեռով այս մարդուն նույնիսկ բանը կարող է տարբեր վզյատկեք տան, то есть ասեն դուրս արի ծառայությունից, արի մեր մոտ Coca-Cola էլ ես իմ ինչոլա էլ, էլի ասենք։ Հա, պատրաստի մենեջերները։ Որովհետեւ այո, իրա վրա փող չես ծախսում, ինքը պատրաստի մենեջերա, ցածր աշխատավարձին սովոր չի ընդհանրապես պահանջել, որ իր աշխատավարձը բարձրացնեն, այնքան առավելություններ ունի, էլ ասելու չի։ Հələ մի հատ հիշեք այսօրվա, ասենք, բանը լավ մենեջերների բանը, էլի ասենք, վերաբերմունքը վերադասների հետ, то есть чуть что այդամ կողքի աշխատավարձս բարձրա, սպաները այտենց չեն լինի։ Սպաները ավելի հավատարիմ են գործին եւ գործատուին։ Կարճ ասած, շատ բան է պետք փոխել, բայց կարելի է արձանագրել, որ փուճուրիկ, բայց քայլեր առաջ ունի մեր զինված ուժերը 25 թվականում, մաղթենք 26 թվականում, որ քայլերը լինի մեծ, բայց ոչ այնքան մեծ, որ շլվարը տրակի, մարսելի մեծ, եւ այդ մեծ քայլերով հասարակությունն էլ պարավոզի կամ հետևից տանի, որտեվ արդեն հույս չունեն, որ այս տարանջատված իրար վրա, չգիտեմ ինչ անեծքներ լցող ու հայհոյանքներ թափող հասարակությունը ի վիճակի է դեպի ապագա տանել մեր երկիրը։ Կարծում եմ այդ ծանր բեռը բանակի վրա է հանգնելու, բանակից զորացրված լավ պարապած զինվորի, լավ ասենք պարապած եւ պատրաստված սերժանտի եւ իր գիտելիքները ձևավորած եւ կիրառած ասենք սպայի վրա, որը որ արդեն կզորացրվի, էլ բանը հասարակության եւ քաղաքական ինչ որ բանի վրա, ասենք մեր բանի վրա հույս չեմ դնում,
չկա տե հույս դնելու, էլի, որ ինչքան sense կարելի է։ Բանակի կարգապահությունը մնում է, ասենք, դառնա համակարգ, որը դեպի առաջ է տա։ Սկանով արի եզրափակենք։ Շնորհավոր։ Շնորհավոր ակա, ասենք, տոները։ Հա, մոտակա տոները ու հուսով ենք 26 թվականը ավելի լավ տարի կլինի, աշխատանքով լի տարի կլինի մեր ազգի համար ու մեր երկիրը ավելի լավը կդարձնենք։ Քիչ հույսեր կդնենք տարբեր երկրների ղեկավարների կամ երկրների վրա, այնքան լավը կդառնանք, որ մեր հույսը մենակ մեր հայ ազգի վրա կդնենք։ Որ խոսքի էլի ասենք 85 միլիոնանոց Գերմանիան հույսը դնում է 8 միլիոնանոց Ֆինլանդիայի վրա։ Այսպես վիճակի է պետք գալ։ Ու մեր հայրենակիցներ, որ նշեցի, դա լինի թե ՀՀ-ից, թե Սփյուռքի հայրենակիցների մասին է խոսքը։ Սկանով վերջ, հաջողություն ձեզ։ Ուրախ տոներ։